Երբեմն մարդիկ դժվարությունների հետ այնքան երկար են ապրում, որ սկսում են չհավատալ, թե կյանքը կարող է մի օր փոխվել։ Մարինե Վերդյանի ընտանիքը վերջին տարիներին ապրել է հենց այդ իրականության մեջ, պայքարելով հիվանդությունների, պարտքերի, սոցիալական ծանր պայմանների ու անորոշ վաղվա դեմ։ Նախորդ այցի ժամանակ այս տանը լսեցինք մի պատմություն, որը հուզեց հարյուրավոր մարդկանց։ Այստեղ 3 ամսական երեխան է, որը երբեմն մնում էր առանց կաթի, 13-ամյա Էլմիրան, որը երազում էր ունենալ իր փոքրիկ անկյունը, տարեցու հիվանդ մայրը, որը ծանր հիվանդության պատճառով գամված է անկողնուն։ Այս ընտանիքի դառը պատմությունը անտարբեր չթողեց շատերին։ Այսօր այնքան եմ ես նեղված, որ ես սաղ ուզում եմ դիմեմ, որ ինձ օգնի, թե տենց բարի մարդ կա, օգնեն ես այս բարկերից սպրծնեմ, ես իմ երեխեքին որ կարողանամ պահեմ։ Այս անգամ հրազդան վերադարձանք արդեն ոչ թե միայն ընտանիքի խնդիրների մասին պատմելու, այլ ցույց տալու, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մարդիկ տասնյակներով որոշում են մեկ ընտանիքի կողքին կանգնել ու զորավիգ լինել։ Հանդիպած այս բարի մարդիկը երևի ձեր շնորհիվ եղավ, որ ես կարողացա այսքան բանի ոտի կանգնեմ մի փոքր։ Ձեր շնորհիվ ես նոր հասկացա ինչ է բարիությունը մարդկանց միջև։ Շնորհակալություն եմ հայտնում ձեր կոլեկտիվին եւ բոլոր օգնողներին, որ օգնել են իմ աղջկան։ Նախորդ նկարահանման ժամանակ Մարինեն պատմում էր, թե ընտանիքի ամենօրյա հոգսերից բացի ամենածանր բեռը կուտակված պարտքերն էին։ Ամեն օր դուռը թակող պարտատերերը, անընդհատ աճող պարտավորություններն ու ֆինանսական ճնշումը դարձել էին նրանց պարտադիր առօրյան։ Այսօր իրավիճակը որոշ չափով փոխվել է։ Մեր հեռուստադիտողների, բարերարների ու գործընկեր կազմակերպությունների աջակցության շնորհիվ ընտանիքը կարողացավ մարել պարտքերի զգալի մասը։ Մարինեն ասում է, տևական դառնություններից հետո առաջին անգամ իրեն ավելի հանգիստ է զգում։ Որ պարտքերս թակեմ վերջացնեմ, խոսք եմ տալիս, որ բոլոր տունս կվերանորոգեմ ու հաստատ ձեզ կուղարկեմ, որ դուք էլ ուրախ լինեք, որ ձեր գումարը, հավաքված գումարը ինչ որ միտեղ չի անտեղի գնացել։ Շնորհակալ եմ այդ մարդկանց, որ մեզ օգնել են գումարի հարցում, մայրիկս որ պարտքերը տա ու մեզ էլ ոչ մեկ չի անհանգստացնի։ Երբ նախորդ անգամ այստեղ էինք, փոքրիկ երեխան մահճակալ չուներ։ Այս խնդիրը լուծելու համար նրանց կողքին կանգնեց մեկ կահույքի խանութ սրահը, որը մանկական մահճակալ նվիրեց 3 ամսական փոքրիկին։ Առաջին անգամ նա ունի իր անվտանգ ու հարմարավետ անկյունը։ Նվերներ կային նաև Էլմիրայի համար։ Աղջիկը ստացավ նոր զգեստապահարան, որտեղ արդեն կարող է դասավորել իր հագուստն ու անձնական իրերը։ Գուցե շատերի համար դա սովորական կահույք է, բայց Էլմիրայի համար սեփական տարածքի հարմարավետության առաջին զգացողությունն է։ Խանութ սրահն առաջարկում է ժամանակակից ու որակյալ կահույքի լայն տեսականի, նախատեսված տան տարբեր հատվածների համար։ Արդեն մեծ աղջիկս ունի իր համար պահարան, փոքրս ունի իր համար մահճակալ, որ քնի։ Շնորհակալ եմ իրանցից։ Շնորհակալ եմ նաև, որ քույրիկս ունեցավ իր մահճակալը եւ նույնպես ես ունեցա շատ բաներ, որ երազում էի ունենալ։ Ընտանիքի համար կարևոր խնդիրներից մեկը ևս լուծվեց։ Տան կահույքը լրացնելու աջակցության ձեռնարկին միացել էր նաև Արգավան ԴՄ, ուղարկելով նորաոճ աթոռներ, որոնք կփոխարինեն տարիներով օգտագործված ու վնասված կահավորանքին։ Հիմա ուրախ եմ, որ ունեմ աթոռներ, որ մարդիկ կարան գան, արդեն չեմ ամանչի, ունեմ աթոռներ կնստեն վրան ու կշփվենք մարդկանց հետ։ Մեր գործընկեր Իսաջանյան Դենտ կլինիկայի սրտացավ տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց ընտանիքի անդամների ատամները բուժել անվճար։ Հնարավորություն չենք ունեցել գնանք ատամնաբուժարան, որ ատամնաբուժի կարիք ա եղել, չենք կարողացել գնանք, բայց հիմա սիրով կգնանք եւ մեր ատամները կբուժենք։ Վստահաբար հիշում եք, թե ինչպես էր 3 ամսական փոքրիկը երբեմն մնում առանց կաթի, որովհետև ընտանիքը պարզապես գումար չուներ այն գնելու։ Փոքրիկի սննդի հարցն էլ լուծում ստացավ։ Արզնի հոլդինգը նրանց մանկական կաթ եւ կաթնամթերք էր ուղարկել։ Ընկերության ղեկավարությունն նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերեց ընտանիքին։ Աջակցության նախաձեռնությանը միացել էին նաև բազմաթիվ բարերարներ ու կազմակերպություններ, ցանկանալով իրենց մասնակցություն ունենալ այս ընտանիքի կյանքում փոփոխություն բերելու գործում։ Շատ ուրախ եմ, որպես հարևանուհի կարողացան իրանց ամեն ինչով ապահովել։ Շուտով Էլմիրայի ծնունդն է, ու մայրը չգիտեր, թե ինչպես պետք է հեռախոս գներ, որին աղջիկն այնքան ձգտում էր։ Իհարկե, մեր հովանավորները այստեղ էլ անտարբեր չմնացին։ Էլմիրան հեռախոսը տեսնելուն պես անչափ ուրախացավ ու խոստովանեց առաջին անգամ հեռախոս ունի։ Չէր էլ կարող երազել այսպիսի սմարթֆոն ունենալու մասին։ Մարինեն էլ առանց հեռախոս չմնաց։ Mobile Center բջջային խանութ սրահի տնօրինությունը նվիրեց։ Իր այդ ուրախությունը հեռախոսներ, երեխուս
որ ինքը ունեցավ հեռախոս, արդեն կարամ իր հետ կապ ունենամ երեխայիս։ Ուրախացել եմ, որովհետև ես երազում էի, որ ունենայի հեռախոս, եւ իմ երազանքը կատարվեց ու ես շատ շնորհակալ եմ։ Edit Print հրատարակչությունը փորձեց լրացնել ուսումնատենչ աղջնակի գրքերի բացը։ Ընթերցանությունը Էլմիրայի հոբբին է։ Գրքերը ստանալուն պես արագ գտավ իր սիրելի Չարենցին, պես համար ընթերցեց իր սիրելի կտորը։ Ահա նստած ես տանդեմ ու կանաչ թթենին, դեմքից տվեր է գցել մայրի մանուշուանգին, նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում են, որ եկել են ու անցել մայրի մանուշուանգին։ Ես իրականում մտադրվել եմ, որ 8-րդ դասարանում ավելի լավ պետք է սովորեմ, որ համ մայրիկս ու տատիկս ինձանով հպարտանան, համ էլ կարողանամ ինչ-որ բանի հասնել ապագայում։ Վերմշտական գործընկեր Ակվատեկ մարզառողջարանային համալիրն էլ ցանկացավ այս երեխաներին Մարինեին գոնե մեկ օր երջանկացնել։ Ակվատեկի աշխատակիցը անձամբ հրավիրեց ամենամեծ ջրային գոտում ուրախ ժամանց անցկացնելու։ Ակվատեկ ընկերությունը ծանոթացավ ձեր պատմությանը, բոլորն էլ ունենում են իրենց կյանքում բարդություններ շատ կամ քիչ, ձեր բարդությունները մի քիչ ավելի շատ են ու հույս ունենք դուք ուժեղ լինելով այդ բոլոր բարդությունները կհաղթահարեք։ Իսկ երեխաների ժամանցի հարցով մի փոքր ուզում ենք ձեզ աջակցենք եւ հրավիրենք Ակվատեկ ուրախ ջրային ժամանց անցկացնելու։ Շնորհակալ ենք ձեզանից, Աստված օրհնի ձեզ։ Ուրախ ջրային զոնայում Էլմիրան տարերքի մեջ էր, լողում էր, խաղում, իսկ վերջում ընտանիքին սպասվում էր համեղ հյուրասիրություն։ Տանտիկին ուրախացել էր նաև Mr. Gin տնտեսական ապրանքներ արտադրող ընկերության ուղարկած տան անհրաժեշտ մաքրող միջոցների, հիգիենայի պարագաների մի քանի ամսվա պաշարից։ Ընկերությունը ընտանիքին օգնեց նաև դրամով։ Շատ լավ էր, ինձ օգնեց, կօգտագործեմ երկար ժամանակ։ Մեր հովանավորների բանակին է միացել նաև Coffee բուրմունքը, պրեմիում դասի սուրճի բրենդը, որը մասնագիտացված է բարձրորակ սուրճի արտադրության մեջ։ Այս բրենդն ի դեպ առանձնանում է իր բացառիկ խառնուրդներով եւ նուրբ մշակմամբ։ Coffee բուրմունքը իր լավագույն ընտրանուց էր ուղարկել, տրամադրելով բարձրորակ սուրճերի, համեմունքների լայն տեսականի, ինչպես նաև պնդուկի եւ կակաոյի բնական բաղադրիչներով շոկոլադե կրեմ, որը թույլատրելի է նաև երեխաներին։ Այստեղ էլ աջակցությունը ոչ միայն նյութական էր, այլև դրամական, որը դարձյալ կուղվի Մարինեի պարտքերի բեռը թեթևացնելուն։ Ռուսկի բիսկվիտ ընկերությունն էլ քաղցրահամ տեսականի էր ուղարկել, լրացնելու քաղցրի պաշարը։ Աջակցության ձեռնարկին թխվածքաբլիթների ու փախլավաների լայն ու հարուստ տեսականիով միացել էր նաև Տավուշ Sweet ընկերությունը։ Չէի կարողանում շուշուտ քաղցր առնեմ երեխաներիս, դուք օգնեցիք, որ ձեր բարերարները օգնեցին, որ կարողանամ երեխաներիս կոնա այդ քաղցրով ապահովեմ։ Իրենց դրամական աջակցությամբ Մարինեի պարտքերի բեռից ազատվելուն շտապել էին աջակցել մեր բարերարները, Ֆրանսիայում ու Բելգիայում բնակվող մեր հայրենակիցներ Արսենն ու Արեիկը, Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Տև Անտոշ կամանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Ապրեն եմ մարդիկ, որ իմ օգնեցին եմ փողով, իմ աղջիկը օգնել։ Էլմիրաս շատ ուրախացավ, որ գումար եկավ, ինքը շատ ընկճված էր, որ մենք շատ պարտքեր ունենք, ասում էր մամ ջան, Երանի, որ գոնե պրծնենք մի քիչ թեթևանա, որ հանգիստ արդեն կարողանանք քնենք։ Ընտանիքի ամենօրյա հոգսերից է նաև սննդի ապահովումը։ Այս հարցում եւս մեր գործընկերները նրանց միայնակ չթողեցին։ Sunfood ընկերությունն ուղարկել էր իր արտադրանքի լայն տեսականուց։ Խմորիչներ, սփրեդներ, բուսական յուղեր, ինչպես նաև նոր արտադրատեսակներից մայոնեզ, տոմատի մածուկ եւ կետչուպ, որոնք երկար ժամանակ կլրացնեն ընտանիքի խոհանոցի պաշարը։ Հաճելի անակնկալ էր պատրաստել նաև շուկայում լայն ճանաչում ունեցող Նարինե Մածուն ընկերությունը։ Ընտանիքը ստացավ աներատ կաթից պատրաստված մրգային համերով կատնամթերքի հարուստ տեսականի, որը հատկապես երեխաների սրտով էր։ Սննդի պաշարի համալրմանը միացել էր նաև Իջևանի գինու կոնյակի գործարանը, ուղարկելով պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների բազմազան տեսականի, որոնք ընտանիքին դեռ երկար կօգնեն հոգալ առօրյա կարիքները։ Շնորհակալ եմ, որ մուրաբաներ, կոմպոտները բերել եք այստեղ, մայրիկս էլ չի տանջվի եւ չի փակի, որ ծմռանը համտեսենք։ Իսկ մսամթերքի հարցը հոգացել էր Արաքս թռչնաֆաբրիկան։ Ընկերության ներկայացուցիչները անձամբ էին այցելել ընտանիքին, բերելով սառեցված մսամթերք, հավի կոտլետներ, նրբերշիկներ իրենց արտադրանքի լավագույն ընտրանուց։ Մարինե ջան, Արաքս թռչնաֆաբրիկայի կողմից ձեզ եւ ձեր ընտանիքին մաղթում ենք քաջ առողջություն, ձեզ ուժեղ կամք, որ այս դժվար իրավիճակներում կարողանաք դուք առողջ եւ լավ մեծացնեք ձեր բալիկներին։
Ձեզ բերել ենք մսի թարմ տեսականի, կիսաֆաբրիկատներ, ապխտած տեսականի, որպեսզի հագեցնենք ձեր խոհանոցային հոգսերը մի քիչ հոգալով ձեր լավ ու անուշ սեղանը։ Առողջություն ձեզ։ Շնորհակալ եմ ձեզանից։ Եվ իհարկե այս ամենը ընտանիքին հասցնելը հեշտ գործ չէ լինի առանց մեր հավատարիմ գործընկերոջ Լեգարա բեռնափոխադրող ընկերության աջակցությամբ։ Հենց նրան շնորհիվ տասնյակ նվերներ ու անհրաժեշտ պարագաներ անվտանգ ու ժամանակին հասան իրենց հասցեատերերին։ Ինձ հույս տվեցին, ոտքի կանգնեցի, որ կարողանամ ես իմ երեխաներին պահեմ։ Որ ես էլ կարենամ մարդկանց հանդեպ բարություն անեմ։ Երբ նկարահանումն արդեն ավարտվում էր, Մարինեի քաղցկեղով հիվանդ 70-ամյա մայրը, որը երկար ժամանակ է անկողնային է ու պայքարի մեջ, ծանր հիվանդության դեմ դժվարությամբ բարձրացրեց ձեռքը։ Իր աչքերում արցունքներ կային։ Ծեր կինը հերթով շնորհակալություն էր հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր լսեցին իրենց ցավն ու անտարբեր չմնացին։ Գուցե այս համբույրը պարզապես շնորհակալության ժեստ էր, բայց իրականում դրա մեջ տարիներով կուտակված ցավ կար, անօգնականություն եւ միևնույն ժամանակ այն թեթևությունը, որը գալիս է, երբ զգում ես մենակ չես։ Այստեղ կրկին հավատում են մարդկանց, հավատում են, որ օգնության ձեռք մեկնողը կարող է լինել ուղղակի անծանոթ մեկը, որ մեկ պատմությունը կարող է հասնել հազարավոր սրտերի։ Հավատում են, որ բարությունը անպատասխան չի մնում, բումերանգը բերում է։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, Սուրենկյուն։